Ողջույն սիրելի գործ ընկերուհիներ, այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել այն վիտամինները, որոնք մենք ընտանիքով ենք օգտագործել, որից շատ գոհ ենք եւ պատրաստվում ենք ամսի 22-ին ես պատրաստվում եմ ձեռք բերել վիտամիններ, որոնք մեր ֆիրման արտադրում է եւ օգտակարությունը ես տեսնելով եւս մեկ անգամ ցանկանում եմ վերցնել մի քանի ամսվա համար, այսպես նշեմ, ասեմ, որ մեր բոլոր վիտամինները, ինչ որ բաղադրություն նշված է տուփի վրա, համապատասխանում է վիտամինների միջի բաղադրությանը, որովհետև տարբեր սերտիֆիկատներ ունի մեր ֆիրման ու ամենակարևորը խայլալն է, որը բոլոր մեր վիտամինների վրա կա, ասեմ, վիտամիններ իրենք չեն հանդիսանում դեղեր, այդ իսկ պատճառով պետք չէ դա օգտագործել բժշկի նշանակմամբ, այլ ինքներդ կարող եք վերցնել օգտագործել առողջությունը պահպանելու համար։ Հիմա ես կներկայացնեմ որոշ վիտամիններ, մենք ընտանիքով ենք օգտագործում եւ որի արդյունավետությունը տեսնելով եւ ես եւս մեկ անգամ պատվիրելու եմ, որ ամիսների ընթացքում օգտագործեմ։ Առաջինը դա օմեգա 3-ն է, որը կանադական արտադրության է, այսինքն Կանադայում արտադրված լավագույն ձկների օվկիանոսի ձկների վերցրած օմեգայով է պատրաստված, շատ լավն է, նպաստում է մազերի աճին, մաշկի տեսողությանը, եղունգների աճին, նաև տրամադրությանն է բարձրացնում, շատ օգտակար է անոթների համար եւ ասեմ աղջիկներ ջան, իրոք մեր աղջիկները տեսել են նաև զոբի հետ կապված խնդիր ունեցողները տեսել են սրա արդյունավետությունը նաև վահանաձև գեղձի վրա։ Հաջորդը, որ ես ձեզ ուզում եմ ներկայացնել, որ շատ կանայք այդ խնդիրը ունեն, հորմոնալ ֆոնի խանգարման հետևանքով մաշկի վրա սև պիգմենտների առաջացում, որը անգամ կրեմներ, տարբեր պրոցեդուրաներ իրականացնելուց հետո չի օգնում, ահա երկու հրաշք միջոցներ, որոնք ռեալ արդյունք են տվել մեր գործընկերուհուն ու ես որի ուզում եմ կիսվեմ ձեր հետ, բոլոր նրանք ովքեր ունեն այդ խնդիրը, երեխա ունենալուց հետո կամ շատ թեկուզ արևի տակ դուրս գալուց հետո կամ ժամանակի ընթացքում հորմոնալ ֆոնը երբ որ խանգարվում է կանանց մոտ առաջանում են սև պիգմենտներ։ Առաջինը կարող եք օգտագործել Female Comfort, դա օգնում է, աջակցում է կանացի օրգանների առողջությանը, վերականգնում է դրանք բոլոր տեսակի բորբոքումները, ինքը բնականon եղանակով օգնում է, որպեսզի անցնեն, ես ինքս օգտագործել եմ, շատ գոհ եմ, եւ էնդոկրին համակարգի աջակցություն, սա կեսուրիս համար եմ պատվիրել, բայց ես էլ եմ օգտվելու, որտեվ արդեն 40 տարեկանից բարձր կանայք բոլորը անխտիր, անկախ նայած դուք հիվանդ եք թե չէ, այս երկու միջոցները դուք անպայման պետք է օգտագործեք ձեր առողջությունը պաշտպանելու համար, սա նպաստում է վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքին եւ նաեւ կանացի օրգանների աշխատանքին, ինչ որ նոր սկսող խնդիրներ եթե ունեն ու մեկ անգամ դրանք հարթում են եւ օգնում է որպեսզի ձեր մաշկը ավելի մաքրվի, նաեւ գիտեք հորմոնալ ֆոնի խանգարումից առաջանում են ակնեներ եւ ակնեներից հետո պոստակնեներ, հետքեր են մնում դեմքին, այդ ամենը դուք կարող եք բուժել այս երկու միջոցով։ Հաջորդ միջոցը, որը ես պատրաստվում եմ օգտագործել, դա լեցետինն է, լեցետինը աղջիկներ ջան, ինքը շատ լավ միջոց է, մեր մաշկի, մազերի, մաշկի խոնավությունն է ապահովում, օգնում է, որպեսզի եւս սև պիգմենտները, պոստակնեները իրանք մեր մաշկից վերանան, օգնում է լյարդի աշխատանքին, ովքեր օրինակ հակում ունեն չաղանալու, պակալելու, ինքը օգնում է, որ լյարդը ավելի լավ աշխատի եւ իրանք սկսեն նիհարել, ամբողջ օրգանիզմի մահացած բջիջներն է ինքը կարողանում վերականգնել, այսինքն շատ կարևոր վիտամին է յուրաքանչյուր կնոջ համար, որ պետք է ինքը օգտագործի։ Հաջորդ վիտամինը, աղջիկներ ջան, սա կեսուրս է օգտագործել մեր ռադիոլանա ռոզովի, որը ես ինքս եմ պատրաստում օգտագործել, սա նյարդային համակարգի կարգավորման, հոգնածության համար է, գնացման, հիշողության, շատ լավ ինքը վիտամին է բոլոր նրանց համար, ովքեր ունեն գերհոգնածություն, լարվածություն, կենտրոնացման խնդիր ունեն, անպայման վերցրեք, օգտագործեք ու տեսնեք ինչքան նյարդային համակարգը կարգավորվում։
Աղջիկներ ջան, այս դիհիդրոկվարցետինը ինքը նախատեսված է հատուկ վիտամին է, որով կանխարգելում են բոլոր տեսակի օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը օրգանիզմում։ Դրա համար տարվա մեջ 1-ից 2 անգամ եթե դուք վերցնեք, պատվիրեք եւ խմեք այս միջոցը, եւ այն համարվում է արյունը ջրիկացնող միջոց, ասպիրին կարծիայի փոխարեն, սա կարող եք օգտագործել, ինքը ավելի անվտանգ է, բնական հումքից է պատրաստված, դուք կկանխարգելեք ձեր օրգանիզմում ցանկացած վատ բջիջների առաջացումը, որոնք հետագայում դառնալու են ուռուցքի հետևանք, հիմք, դրա համար անպայման տարվա մեջ 1-ից 2 անգամ այս վիտամինը դուք կարող եք օգտագործել։ Հաջորդը մետաբիոտիկ լակտոպետինը մեր լավագույն միջոցն է աղեստամոքսային համակարգի կարգավորման համար, ովքեր ունեն փորկապություն, աղիների միկրոֆլորան կարգավորել, ինչպես նաև ալոե վերայով։ Այս երկու միջոցն էլ օգնում են աղեստամոքսային համակարգի ճիշտ բնականon աշխատանքին։ Անտիբիոտիկներից հետո ձեր աղիների միկրոֆլորան կարգավորելուն է նպաստում եւ նաեւ աղջիկներ ջան, սա շատ լավ միջոց է վքնածության, շոկի համար եւ նաեւ երբ որ կարգավորում են մեր աղեստամոքսային համակարգի աշխատանքը, նաեւ դուք սկսում եք նիհարել, այնպես որ այս երկու միջոցներն էլ կարող եք պատվիրել, օգտագործել եւ վստահ լինել, որ ձեր օրգանիզմում ամեն ինչ նորմալ է։ Հաջորդ վիտամինը, ինչի մասին ուզում եմ խոսել, դա մեր ժիվիցան է, կաղն ու յուղից պատրաստված մեր վիտամինները, սա դեռ չենք օգտագործել, ես ուզում եմ ձեզ ցույց տամ, ինքը ինքան գեղեցիկ է, կանաչ գույնի, հենց բուջուր կլորակներ են, աղջիկներ ջան, սրա միջոցով դուք կարող եք ձեր իմունիտետը բարձրացնել, հատկապես բրոնխների հետ, եթե ունեք դուք խնդիրներ, հազի հետ ունեք խնդիրներ, սա վերականգնում է եւ իմունիտետն է բարձրացնում բրոնխների եւ թոքերի ամբողջ համակարգի, այնպես որ եւ բարձրացնում է իմունիտետը տարբեր վիրուսների հանդեպ։ Աղջիկներ ջան, հաջորդ վիտամինը, որը կարծում եմ շատ կարևոր է մեր առողջության պահպանման համար, դա մեր պրոբիոֆուլն է, այն անհրաժեշտ է մարսողության կարգավորման, թունազերծման եւ մարդու միկրոբիոտի քանակական եւ որակական կազմի կարգավորման համար, արդյունավետ է սեփական նորմոֆլորան պահպանելու եւ որպես շտապօգնություն ստամոքսաղիքային համակարգի գործունեության արագ վերականգնման համար, դիսբակտերիոզի կանխարգելում, աղեստամոքսային տրակտի բորբոքային ռեակցիաների նվազեցում, ստամոքսի եւ աղիքների pH-ի կարգավորում, նորմոֆլորայի պաշտպանություն, աղիքային միկրոֆլորայի վերականգնում, անբարենպաստ գործոնների ազդեցությունից հետո, ծանր հիվանդություններ, հակամարեային, հորմոնալ եւ այլ տեսակի թերապիաներից հետո, բարելավում է նյութափոխանակությունը, աջակցություն աղեստամոքսային համակարգի եւ աղիների հիվանդությունների դեպքում, օգնություն ստրեսային իրավիճակների, թունավորումների եւ էքստրեմալ պայմանների դեպքում, ավիտամինոզի, հատկապես B, C եւ K վիտամինների պակասի դեպքում, իմունոխթան ազդեցություն ունի, գործում է որպես աղիքային վարակների կանխարգելման, երկարատև թթվային ստրեսի հետևանքով առաջացած քրոնիկ հիվանդությունների կանխարգելման եւ ուժեղացնող բուժման միջոց։ Տեսեք ինչքան կարևոր վիտամին է, որի շնորհիվ դուք ձեր առողջությունը լիովին կկարողանաք պաշտպանել։ Տեսեք աղջիկներ ջան, մանկական վիտամինների շարքից մենք ունենք մուլտիվիտամինային եւ միներալնի կոմպլեքս, այստեղ 15-ից ավել վիտամիններ են, հանքանյութեր, սպիտակուցներ, որը անհրաժեշտ են մեր երեխաների առողջության համար։ Մեջը 60 պատիճ է, օրական 1 անգամ են օգտագործում 2 ամիս։ Ասեմ, որ այս վիտամինները իմ երեխաները օգտագործում են ամբողջ ձմեռ ու մենք չենք հիվանդացել, տարբեր վիրուսներից մեր ամբողջ ընտանիքը չի կպել, որովհետև իրոք իմունիտետը բարձրացրել է։ Եվ ես իմ երեխաներին տաս եմ նաև օմեգա 3,
մանկականն է, սա 3+, մեջը 90 կապսուլ է, 3 հատով կարելի է օգտագործել 1 ամսվա ու օմեգան ինքը մանկականը հատկապես երեխաների համար շատ կարևոր է կենտրոնացման, դպրոցում առաջադիմության, բարձր տրամադրության համար շատ հարցերում օրգանիզմը արդեն կարողանում է իր իմունիտետը բարձրացնելու շնորհիվ դիմակայել տարբեր ստրեսային իրավիճակներին։ Այս ամենի հետ բացի այս ամենը, որ պատրաստում եմ պատվիրել, ես պատրաստում եմ նաև պատվիրել մանկական մագնի երեխաներիս համար, պատրաստվում եմ նաև պատվիրել եւս մի քանի վիտամիններ, որոնք այստեղ չկան, իմոնոմիշկաներն եմ պատրաստում պատվիրել, D վիտամին եմ պատրաստում պատվիրել, C վիտամին եմ պատվիրում, որոնք այստեղ չկան, այնպես որ աղջիկներ ջան, մենք ունենք շատ լայն տեսականի բարձրորակ վիտամինների, ովքեր ցանկանում են, իդեպ ասեմ, մենք ունենք բրոնխների համար նախատեսված շատ լավ վիտամին, բրոնխոֆորտե, մեր տան անբաժանելի մասնիկն է, մենք անտիբիոտիկներ չենք օգտագործում հազի ժամանակ, այլ օգտագործում ենք բրոնխոֆորտեն, որը նաև բարձրացրել է մեր իմունիտետը եւ ես վաղուց չեմ հիվանդացել, ինչ բրոնխոֆորտեն օգտագործել եմ, այսինքն դուք պահպանելով ձեր առողջությունը բնական վիտամինների միջոցով կարողանում եք իմունիտետը բարձրացնել եւ ուշ հիվանդանալ չօգտագործելով վնասակար դեղորայք։ Նշեմ, որ վիտամինները արդյունքը տեսնելու համար, քանի որ սրանք դեղեր չեն, որ միանգամից տեսնեք արդյունքը, պետք է երկարատև ժամանակահատված օգտագործել, օրինակ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս, նոր դրանից հետո դուք լինելու եք առողջ, տեսնելու եք դրա էֆեկտը։ Բայց եթե մենք դեղ ենք օգտագործում, միանգամից դա ցույց է տալիս իր օգտակարությունը, բայց վնասում է մի այլ օրգանի։ Այնպես որ աղջիկներ ջան, օգտվեք վիտամիններից, եղեք առողջ, այլ ոչ թե հիվանդացեք եւ դեղեր օգտագործեք ու վերականգնեք ձեր արդեն հիվանդ օրգանիզմը, ավելի լավ է պահպանենք առողջությունը, քան հիվանդանանք։ Լավ մնացեք, առողջություն եմ մաղթում բոլորին։